գործի մեջ, որ նրանք այսօր պահում Այսօր այս ակցիան, որ Եվրամիության դիմացն է, սա ամոթի նշան է Եվրամիության համար, որովհետև այն արժեքները, որոնք նրանք Հայաստանում տասնամյակներ շարունակ քարոզում էին, հանգեց ի վերջո նրան, որ Հայաստանում մենք ունենք շատ կարող ենք խոսել, բայց մեկ նախադասություն ասել։ Հետույք բառը արտասանելու համար, հետույք բառը եթերով օգտագործելու համար խուլիգանության հանցակազմով բանտում գտնվող մարդկանց հետ։ Սա է այս 30-ամյա այսօր անդադ այդպես գալստուկներով բանով մենք այս իրականում օգնել են, այնպես չի որ չեն օգնել, բայց այս օգնությունները բերեցին հանգեցրեցին սրան եւ այստեղ շատ կարեւոր տեղ է սա հիշեցնելու համար։ Ես գալիս եմ, ինչպես արդեն իրավաբանները խոսում են, Մասյացոտնի դատարանից, այդպես են ասում, Ավան նստավայրը, այո, եւ այնտեղ շատ այսպես ստանդարտ ընթացակարգով դատավոր, ես կասեի արդեն արքի դատավոր էլի, որտեղ 3 արքեպիսկոպոս է արդեն կալանավորել, արքի դատավոր Մասիս Մելքոնյանը իր հերթական որոշումը կայացրեց, շատ սպասելի, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում այս թափանինը անընդհատ առաջ է գնում եւ գործող իշխանությունները մեծ հաշվով շատ քիչ բաներ են սահմանափակվելու։ Այս կառույցն է, որ տարիներ շարունակ մի փոքր առիթով կամ թեկուզ մեծ առիթներով անընդհատ հայտարարություններ էր անում, անընդհատ խոսում էր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների կարևորության մասին։ Հիմա մենք եկել ենք այստեղ ամենայն անկեղծությամբ ակնկալիք ունենք, հույս ունենք ավելի ճիշտ, որ ուսումս հրավիրում ասեմ, այսքան խոսում եք, եկել եք մեր դուրը, բացատրենք ինչ է եղել, մենք փաստերով սիրենք կբացատրենք, ինչի մասին է խոսքը, որ հետույք բառի համար մարդ կա կալանավայրում եւ դրանից հետո կհասկանանք իրենց գործողությունները։ Այսինքն ես այդ հույսը ունեմ։ Ես այստեղ եմ հույս ունենալով, որ այնուհանդերձ ինչ որ մարդիկ ներսում գտնվեն, հիմա վստահաբար մեզ նայում են, արգելի տիկնայքեր, պարոնայք, ladies and gentlemen, մենք հույս ունենք, որ մեզ մարդիկ կլինեն, որ փորձեն լսել։ Իսկ Արեն Սիմոնյանը որ թվում է քաղաքացիների բարեպաշտության դրսևորում է, խնդրում եմ Արեն Սիմոնյանին, այո, դա մաքուր բարեպաշտության դրսևորում է, այո, ժողովրդավարության, մարդու իրավունքների ապոգեյն է դա, ես կարծում եմ պետք չի, հետույք բառը չի օգտագործել Արեն Սիմոնյանը։ Ամերիկյան եւ Արշակ Սրբազանի գործին անդրադառնալով քաղաքացիական պայմանագրի падգամավորները արձագանքել են հարցին, թե ինչու են 7 տարի անց վերհիշել այդ գործը եւ ըստ էության հերքում են, որ քաղաքական ենթատեքստ կա եւ նշում են, որ իրավապահներն են այս գործողությունը զուտ իրավական գործընթաց է, ինչպես կարգավորվում։ Արձագանքեմ հետեւյալ կերպ, ռեժիմը բաղկացած է մի քանի թևերից, քաղաքական թևն է, իրավապահ համարվող թևն է, բարձր որ մեկի մյուսի վրա պետք է գցի եւ ասում եք հերքում են դժվար կլիներ պատկերացնել, որ չգիտեմ, Վահագն Ալեքսանյանը, նույն Արեն Սիմոնյանը կամ մյուսները եկան ասեն, հա դե գիտեք, այստեղ իրականում քաղաքական Ակն այդ է, փաստերը դրա մասին են խոսում։ Քննել են, մեկ էլ չգիտես որտեղից, չգիտես որտեղից։ Դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է հայտարարված, մեկ էլ նման այսպես որոշում են կայացնում։ Ամեն ինչ ակնհայտ է, այնտեղ նրանց հետ բարավիճելու այսպես տեղեր չեմ տեսնում, առհասարակ տեղ չեմ տեսնում։ Ուղղակի ենք ասին, որ ռեժիմը բաղկացած է, այո, մի քանի թևերից, այս հանձնարարությունը տրված է իրավապահ թևին, այսպես շակերտավոր ասեց, իրավապահ թևին եւ քաղաքական թևի խնդիրն է ասել, դե մենք դրա հետ ինչ կապ ունենք։ Ես իսկապես կարծում եմ, որ հենց այդ պատգամավորները կարող են ուղիղ խաղ չունենալ, իհարկե։ Հաստատ Նիկոլ Փաշինյանը նրանց չի զեկուցել, թե ինչ հանձնարարություն է տալիս իրավապահ մարմիններին։ Որմելիքյանը ինչպես կբացատրեք այն զուգադիպությունը, որ ամեն անգամ գիտե ամեն անգամ հենց նրա հերթապահության օրը։ Սա ուղղակի հրաշք է։ Հրաշքներ կատարվում են, սա ուղղակի հրաշք է։ 3 արքեպիսկոպոսով են պարանավորված եւ 3-ն էլ Մասիս Մելքոնյանի կողմից։ Սա ուղղակի հրաշք է, ես կարծում եմ, որ Մասիս Մելքոնյանի սրբադարձման նաեւ հարցի կարևորացնել այս հրաշքի շնորհիվ։ Ես շնորհակալ եմ։